Արդեն երրորդ օրն է Երևանի իշխանության նոր որոշումը ավտոկայանատեղիների նոր գների վերաբերյալ ուժի մեջ է, բայց տարակուսած վարորդները վճարման ու A ու B գոտիները տարբերակելու մեթոդներ են փնտրում։ Չի համարավորենք հունվարի 1-ից ուժի մեջ, եթե իրանք ոչ մի ձևով պատրաստված չեն դրան։ Ուժի մեջ կարա մտնի որոշումը, երբ որ կա ինչ-որ կահավորում։ Կահավորում չկա փաստացի։ Հիմա այս ժամանակահատվածի համար ոնց են վերահսկելու։ Ուղղակի էլ կամերաներով ակտեր են ուղարկել։ Այսինքն տուգանքի մատերիալի պահն է, էլի։ Քաղաքացի Մանյա Սարգսյանը հենց որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից փորձում է 1 տարվա համար վճարել ու մեքենան հանգիստ կայանել իր շենքի մոտ, որտեղ կարմիր գիծ է։ Ոչ մի on-line հարթակ, application-ներ չունեն ինտեգրացիա։ Մինչև այսօր էլ չունեն իրականում, այսինքն ոչ մի վճարման ձևով ես հարկարև եմ փորձել անել, տեսնելով, որտեղ որ չկա ինտեգրացիա։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին հարցրինք. մարդիկ ինչպես վճարեն, եթե ոչ թե ժամային, այլ ամսվա կամ տարվա համար են ցանկանում վճարում անել։ Մի շարք վճարային համակարգներ տեխնիկապես խնդիրներ ունեն, այդ իսկ պատճառով այս բային միայն Easy Pay-ով է հնարավոր վճարում իրականացնել եւ բանկերի միջոցով եւ SMS տարբերակով։ Մանյան սակայն հենց այսօր բանկում է փորձել վճարել։ Այսօր մտա բանկում, որ վճարեմ, գոտիների մասին այնտեղ տեղյակ չէին, չեմ վճարել։ Հունվարի 1-ից Երևանի կենտրոնի 39 փողոցներում կայանելը տարեկան 160,000 դրամ կնստի, 1 ժամը 300 դրամ, սա A գոտին է, B գոտում կայանելը տարեկան 24,000 է, 1 ժամը 200 դրամ։ Բա ոնց իմանանք A-ն ու B-ն, որտեղ են գծանշումները, հարցնում է Վարորդի ընկեր կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը։ Իրանք եթե փոփոխել են A եւ B գոտիներով, ապա պետք է քաղաքագիր երկրների նման ինչ-որ ձև տարանջատեին, որ վարորդները հասկանային կարմիր գիծը A գոտի է, կապույտ գիծը B գոտի է։ Ոչ մեկս չեն կարող բան անենք, այդ հենց ամեն օր sense կարդանք գնանք, որ փողոցն է ու ոնց վճարենք։ Լավ, մենք կարդացինք, վճարեցինք, բայց տուրիստները ոնց իմանան, որը որ գոտին է, ոնց վճարեն։ Օրինակի համար մենք չգիտենք, Պրոշան փողոցը դուք գիտեք, որ դա է սկսվում։ Փողոց կա, օրինակ Տիգրան մեծը, կեսը A գոտի է, կեսը B։ Վարորդներն ինչպես կողմնորոշվեն, քաղաքապետարանից ասում են, այս պահին գոտիները տարբերակող ցուցանակներ են տեղադրում։ Այս պահին որոշումը ընդունվել եւ արդեն մի շարք փողոցներում տեղադրվել են ցուցանակները, որպեսզի վարորդները ուղղորդվեն, թե պայմանական իրենք որ փողոցի վրա են, այսինքն A գոտու վրա են կայանել, թե B գոտու, ըստ դրա էլ իրենց վճարումը կարողանան կատարել։ Քաղաքապետի խոսնակի տեղեկացմամբ A գոտին կարմիր, իսկ B-ն կապույտով առանձնացնելու համար գործադիրի որոշում է պետք, քանի այն չկա, ցուցանակներ կտեղադրեն։ Մինչև կիրակի A գոտու ցուցանակները ըստ Հայկ Կոստանյանի տեղադրված կլինեն։ B գոտին կապույտ ցուցանակներ կունենա մինչև հունվարի 11-ը։ Ունենա, հասկանում եք, ունենա, պետք է լիներ արդեն, ոչ թե կունենա։ Բայց որոշումը հունվարի 1-ից է ուժի մեջ, միթե հնարավոր չէր վճարման մոդել, գծանշումներ ավարտել ու նոր գործարկել այդ նոր թվերը։ Չեն դադարում զարմանալ վարորդներն ու նրանց ընկերները։ Տիգրան Քեյանը վստահ է, այդ ցուցանակներն էլ մյուսների պես շուտով կգունաթափվեն, հետո կծածկվեն ծառերով, տերևներով։ Փորձը ցույց է տալիս, որ ճանապարհային կահավորմանն առանձնապես չեն հետևում։ Մի հարցում էլ է վստահ, այս փոփոխությունը բոլորովին չի բեռնաթափի քաղաքի կենտրոնը։ Որտեղ իրենց առաջնային գումարն է պետք, որտեղ իրենք գիտեն, որ մարդիկ ստիպված են լինելու ու ստիպված գնալու են վճարեն այդ փողը, որ անեն։ Քանի դեռ վճարման լիարժեք մեթոդ ու գծանշումներ չկան, այսօր կենտրոնի կարմիր գծերը հիմնականում զբաղված չէին։ Քաղաքապետարանից հաղորդագրություն են տարածել, տեղեկացնում են երեկոյան 10-ից մինչև առավոտյան 9 կայանումը անվճար է։ Տուրքից ազատված են նաև էլեկտրամոբիլների վարորդները եւ հենաշարժողական խնդիրներ ունեցողները։ Ոչ մի բացատրություն, թե ինչու է ուժի մեջ մտել մի որոշում, որին նախապատրաստական աշխատանքը դեռ 10 օր կձգվի։